Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալը շարունակում է իր դիտարժան և ինտրիգներով լի զարգացումները յուրաքանչյուր սերիայով ավելի բարդացնելով հերոսների ճակատագրերը։ Սերիալն աչքի է ընկնում ոչ միայն հուզական լարվածությամբ, այլ նաև խորքային սյուժեով, որտեղ սերն ու դավաճանությունը, ընտանիքը և ուժային պայքարը համադրվում են։ Յուրաքանչյուր կերպար ունի իր անցյալը, իր տրավմաները, երազանքներն ու նպատակները։ Հատկապես Հենրիի կերպարը դառնում է կենտրոնական մի երիտասարդ, ով պայքարում է ճշմարտության, սիրո և արդարության համար։ Նրա կյանքի ամբողջական փլուզումը, սկսած սիրո կորստից մինչև ընտանիքի դավաճանությունը, ստիպում է նրան ուժեղանալ և դիմադրել, իսկ Անգելինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ինքնության հարցը, հիվանդության ակնարկները և սիրային եռանկյունին սերիալին տալիս են դրամատիկ հատվածներ։ Սերիալի առանձնահատկություններից են որակյալ դերասանական կազմը, հարուստ կերպարային զարգացումները, տարաբնույթ ինտրիգները, սուր սոցիալական և ընտանեկան թեմաների ներառումը։ Սցենարը կառուցված է այնպես, որ ամեն սերիա նոր շերտ է բացում, նոր հարցեր է առաջ բերում, իսկ պատասխանները դեռ անսպասելիորեն են բացահայտվում։ Սերիալում միահյուսվում են մի քանի սիրային և ընտանեկան գծեր, հին վիրավորանքներ, գաղտնի ծնունդներ, անձնական վերլուծություններ և վրեժի գծեր, որոնք սյուժեն դարձնում են գրավիչ ու դիտարժան։ Ու երբ թվում է ամեն ինչ արդեն պարզ է, սցենարը նոր շրջադարձ է ստանում, ստիպելով հեռուստադիտողին անհամբեր սպասել հաջորդ սերիային։ Մեր կողմից սիրված դերասանները շարունակում են նոր լուսանկարներով ու տեսանյութերով կիսվել սոցիալական ցանցի իրենց էջերում, ու ինչպես պարզ է դառնում, ինտրիգներն էլ ավելի են մեծանալու ու հեռուստասերիալն էլ ավելի ինտրիգային է դառնալու։ Հենրին ընտանիքից վիրավորված, բնականաբար այլևս գնալու տեղ չունի, իսկ թե որտեղ է հայտնվում, ինչ պայմաններում, կիմանաք հեռուստասերիալի հերթական սերիան դիտելուց հետո։ Ֆայն այն տուն ճանապարհեցի ու Այդան և Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում օդ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար, մենք ծիծաղում ենք։ Սուգաշ թորիների 10%։ Սա գնացին։ Դե մի հատ ահանջան էի կարելը ձերքը տուր Չեմ կարող ծոպոպայն այն կողմ գնա Ինչ է տա Անի մենակ կյանքս, եթե տենց ես շատ լմիս կարող ստեղից դնես նստած էլի Են որ այմանը ստեղից կգա Ինչ է էդեմ Կյանքից կարամ ես են կողմը Որ Ուրեմն ստեղից կպի հասնես Ասամ հենին կանչեք Պապազած է Վերևից ստեղից Հաստեք կան Всё, հասկանալի է Ենքով է չքարպես Ես բան լույս անցի Անդեղ տեղեր պահենք, եթե ջոգում եք որ պահուզա, պետք է գոնե բացված լինեք Մեկ ով է միացել մեր Ես ուրախում Ունավորելը չեք տեսը մի խաղում եք իրար ձեր աղջիկա բախտին կարճան գցելու Դու կանանք Հեսա կտա վերջեք չեմ Սպասեք Հերից չի Ինչ ես որ
Երեք նկարահանումներն ավարտեցինք գիշերը 2-ին։ Հիշում եմ, որ սենց եկան մաման ու սաման հետևիցս իջատուն ու չեմ հիշում ոնց եմ քնել, այդտենց հոգնած էի, բացի այդ լացելու տեսարաններ էր, մինչև մա աչքերս ուռած է բորբոքվել, այնքան եմ լացել։ Ու ինչու՞մն է իմ սթորիի միտքը, որ ոլորտը կապ չունի, անկախ ոլորտից ոչ մեկս հաշվի չենք առնում դիմացինի կատարած աշխատանքի ծավալը, տանջանքը։ Ուղղակի հետո մեկնաբանելուց սենց մեր համար ոտներս գցած հանգիստ դիրքով ինչ պետք է ասում ենք, բայց ոչ մի բան հաշվի չենք առնում։ Լավ չի, անարդարությունը երևի կյանքի հենց այդ կետում է,